Առաջիկա ընտրություններում վերընտրվելու հավակնություն ունեցող Փաշինյանին այսօր զորակցության ժեստ արեց Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպայի ռազմավարական անկախության մասին իր դիտարկումները ներկայացնելիս Մակրոնն ասաց, թե շատ տպավորիչ է իր բառերով Հայաստանի հետ կապված Նիկոլի տեսանկյունը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով 8 տարի առաջ այստեղ ներկաներից շատերը Հայաստանը Ռուսաստանի արբանյակ էին համարում, հիմա այդպես չէ։ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Նիկոլը կազմակերպեց հեղափոխությունն ու որոշեց ապառիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում։ Փաշինյանին գովերքող այս խոսքերից հետո Մակրոնը Հայաստանի օրինակը Ուկրաինայի, Մոլդովայի հետ նույն հարթության վրա դրեց։ Այն դիմադրությունը, որ կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այնինչ արվեց Մոլդովայում, ինչպես նաև շատ այլ երկրներում ցույց է տալիս, որ մենք որոշել ենք միասնաբար մեկ զանգ հնչեցնել զարթոնքի համար։ Եվրոպան հիմա պետք է ավելի ինքնավար դառնա, ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը, երբ եվրոպացի լիդերները քննարկում էին, թե որն է Եվրոպայի հիմնարար պատասխանատվությունը առաջիկա տարիներին։ Մեր նպատակն է ապահովել հնարավորություն, որ Եվրոպան ունենա կարողություն գործել այն դեպքում, երբ դա կարևոր է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն օրինակ իր ստացած կարևոր դասը համարում է այն, որ հասկացել է Եվրոպան խոցելի է, երբ չափից շատ կախվածություն ունի այլ աշխարհաքաղաքական կենտրոնից։ Նախ չափազանց շատ է կախվածությունը հանքահումքային վառելիքից, էներգակիրների գների տատանումը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը։ Էներգետիկ անվտանգության հիմնահարցից հետո Լայենը համոզմունք հայտնեց, Եվրոպան պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել։ Մոտ 800 միլիարդ եվրո ենք հավաքելու մինչև 2030 թվականը, որպեսզի պաշտպանության ոլորտներում առկա մեր բացերը լրացնենք։ Եվրոպայի, այսպես ասած, ինքնապաշտպանությունը ավելի դժվար է դառնում աշխարհի տարբեր կետերում մոլեգնող պատերազմների պատճառով միգրացիոն հոսքերի ֆոնին, համոզված է Իտալիայի առաջնորդ Ջորջիա Մելոնին։ Պետք է ձևավորել լրացուցիչ կարողություն, որը ոչ թե հակազդող է, այլ կանխարգելող։ Սա մեր ռազմավարությունն է։ Եվրոպայի ռազմավարական անկախության մասին խոսք ասավ նաև 2020-ին Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիայի վարչապետին։ Ստարմերը նույնպես մարտահրավերներ տեսնում է հավաքական Եվրոպայի համար, տնտեսական, էներգետիկ, միգրացիոն ոլորտներում։ Ալբերտ Սերոպյան, Առաքել Օհանյան, Հայլուր։